Բարի երեկո, Tribune-ի եթերում կարճ միացում հաղորդաշարն է, ամփոփում ենք անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները, ստավվելիություն տալով քաղաքական իրողություններին։ Այսօր մեր հյուրն է մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը։ Ողջույն, պարոն Քոչարյան, շնորհակալ եմ մեր ավերն ընդունելու համար։ Պարոն Քոչարյան, վերջին շրջանում Հայաստանի վարչապետը վերջին օրերին եղած իր միջազգային բոլոր հարթակներում երևի թե բոլոր ելույթներում խոսում է իր այսպես կոչված խաղաղության օրակարգից, հայ-ադրբեջանական Վաշինգտոնյան պայմանավորվածություններից, այնտեղ մակում հարցնում է ցույց տվեք, որտեղ է Զանգեզուրի միջանցքը, ԵԽԽՎ-ն բորբոքվում է, ասում է, ինչ Զանգեզուրի միջանցք, ընդհանրապես մուննաթ է գալիս, որտեղից է կիրառում այդ տերմինը։ Ի վերջո մենք հասկանում ենք, սակայն, բայց ձեզ էլ պետք է հարցնեմ, այս բոլոր նրա հանրային դրսևորումները նախընտրական շոուի հերթական մի մասն են։ Ռետորական էր հարցի իհարկե։ Բայց եկեք ավելի շատ կենտրոնանանք Զանգեզուրի միջանցքի տերմինի կամ խոսույթի վրա։ Իմիջիայլոց քիչ առաջ էլ ունկնդրում էինք հերթական ադրբեջանական այդ սադրանքներից մեկը, ճակերտավոր Զանգեզուրի մասին երգեր, թե հիմներ, տեսահոլովակ էին անգամ նկարել, որտեղ Վայոց ձորն էր, այնտեղ Սյունիքը, Վայոց ձորը, Մասիսարը, այո, ու շատ տարօրինակ բաներ, որ դրա տպավորության տակ եմ իրականում, որովհետև քիչ առաջ դա ենք լսում։ Հիմա հասկանանք Զանգեզուրի տերմինաբանության մասին։ Ալիևը ասում է մի բան, Փաշինյանը ասում է մի այլ բան, Վաշինգտոնում ընդհանրապես ինչ են իրենք պայմանավորվել կամ լսել են արդյոք միմյանց նրանք կողմերը Թրամփի այլաբանություններից էլ չեմ խոսում, սկսած երկրի անվան մինչև այն տղան ասելը, արդեն բոլորը գիտեն դրա մասին։ Այսպես մեր երկիրը հայտնվել է մի հատ sense կրկեսի են գագաթնակետում այդ տեսանկյունից, բայց փորձենք հասկանալ Զանգեզուրի միջանցք տերմինը ինչպես են ընկալել երկու երկրների ղեկավարները այս պահին։ Տեսեք, Փաշինյանը ինչ է ասում է Զանգեզուրի միջանցքը դա Հորադիզից մինչև Զանգելան, այդ հատվածն է։ Հիմա գիտեք ոնց է, այդ ճանապարհը Սյունիքով ինքը կոչվել է Զանգեզուրի միջանցք, ինքը կոչվել է Թրամփի ճանապարհ, թե ինքը կոչվել է Նիկոլի ծառուղի, թե եսի ինչ որ բան, դա որևէ բան չի փոխում։ Կարևորը գործառույթն է, իսկ գործառույթն այն է, որ ադրբեջանցիները եւ ադրբեջանական ապրանքները պետք է անխոչնդոտ անցնեն այդ տարածքով։ Այսինքն այստեղ կա միջանցքային տրամաբանություն, ինչքան էլ Փաշինյանը փորձի ասել, որ այդ միջանցքը համապատասխանելու է եվրոպական Շենգեն երկրների մակարդակին տեխնիկական, որ այնտեղ ուղղակի փասը դդվեն եւ անցնում են, դա այդպես չէ, առաջինը մենք Եվրոպա չենք, երկրորդը այստեղ բավականին շատ հարցեր կան այս տարածաշրջանում, որը թույլ չի տալիս մեզ ասել, որ մենք ինչ որ եվրոպական Շենգենի մեջ ենք տեղավորված, այստեղ կան Պարսկաստանի շահերը, այստեղ կան Ռուսաստանի շահերը եւ իհարկե այդ երկրները, օրինակ Ռուսաստանը շահագրգռված չի, որ այստեղ ադղոչնդոտ ինչ որ բան ասնի, որովհետեւ Հայաստան Եվրասիական միության անդամ է եւ Մաքսային միության անդամ եւ այս ամենը պետք է ստուգվի, մաքրազերծվի եւ այլն։ Եթե անխոչնդոտ ինչ-որ բան ասնի, դա առաջի հերթին նշանակում է, որ առնվազն Հայաստանը չի կատարում Եվրասիական միության եւ Մաքսային միության իր վրա վերցած պարտավորությունները, իսկ դրանից արդեն բխելու են այլ հետևանքներ Հայաստանի հանդեպ, որը մեր վրա բավականին ցավոտ է նստելու։ Գումարած նույն Պարսկա Իրանին ավելի շատ հետաքրքիր կլինի հասկանալ ինչ բեռներ եւ ինչ մարտիկ են, Ադրբեջանից գնում Նախճեվանից գնում Թուրքիա, ամենայն համակարգությամբ տենց է լինելու, ինչ է փոխադրվում այնտեղ եւ ինչ տրաֆիկ է այնտեղ լինում։ Ամերիկացիների հետ կապված վերջերս խոստովանություն արեցին, որ Թրամփի մոտեցումը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին հիմնված է հիմնականում երկու մարդու ռեկոմենդացիաների վրա, մեկը Քալինն է Թուրքիայի ներկա հետախուզության ղեկավարը, մեկը Հական Ֆիդանը նախկին հետախուզության ղեկավարը, հիմա արդեն արգոս նախարարը, եւ իրենք են իրեն հասցնում իրենց հիմնական կարծիքը այս ամենի մասին։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Զանգեզուրի, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գաղափարը այդ անխոչնդոտ անցնելու եւ մնացածը նույնիսկ Տրամփի ուղին դա գեներացվել է Թուրքիայում եւ հետո թուրքական լոբինգը օգտագործելով իր հնարավորությունները կարողացել է համոզել դրան նույն Տրամփին, որը շատ ավելի մոտ է ընդհանրենք
իրենց, քան ենթանենք նույն Փաշինյանին։ Ինչ է պետք Թրամփին այս ամեն ինչից, որպեսզի Փաշինյանը եւ Ալիևը կանգնեն ասեն մենք քեզ ուզում ենք Նոբելյան մրցանակակիր կարգենք, հա, իրեն այդ մասն է պետք։ Մնացածի վրա ինքը թքած ունի, որովհետեւ ինչ եմ ես ասում նա թքած ունի, որովհետեւ եթե նա ավելի, այսպես ասենք, շահագրգռված լիներ եւ ավելի շատ անկեղված լիներ այդ հարցի մեջ, ինքը երբեք Հայաստանը Ալբանիա չէր ասի, Ադրբեջանը Կամբոջա չէր ասի, Ադրբեջան չէր ասի եւ չէր ասի, որ Ադրբեջանի ղեկավարը եւ այդտեղ են։ Այսինքն սա նշանակում է, որ գլոբալ առումով իրան այդ բանը հետաքրքիր չի։ Ավելին ես ձեզ ասեմ, ամերիկացիների ներդրումները այնտեղ եթե սկսվեն իրագործվել են բավականին ուշ, որովհետև սա բավական երկար գործընթաց է, որը պետք է հաստատվի հանձնաժողովներով, սենատով, կոնգրեսով, նախագահով, այսինքն այնպես չէ, որ Տրամփը ասի 2 միլիարդ գցեք այնտեղ ու միանգամից այդ ամեն ինչը լինի։ Մենք հիշում ենք, որ 21 թվականին նույնիսկ Եվրոպական միությունը խոստացրել Հայաստանին մոտավորապես 6 միլիարդ գումար Հայաստանում ինֆրաստրուկտուրայի զարգացման համար, այնտեղ Սիսիան քաջալանությունները պետք է լիներ հյուսիս հարավը եւ այլն, բայց մինչ հիմա այդ գումարներ չի հասել։ Փաստացի սա ավելի շատ ձեռնտու է Ադրբեջանն եւ Թուրքիային, իրենք ստանում են ինչ որ միանում են այս ճանապարհ, ձեռ չի տալիս Հայաստանին, որտեղ Հայաստանի օգուտը տրանզիտից քիչ է եւ ինչ է պետք Փաշինյանին այս ամեն ինչից ա որ ինքը կարողանա վերընտրվել, բ վաճառել խաղաղությունը հայ ժողովրդի վրա։ Ինչ է ինքը բորբոքվում, երբ որ ասում են Զանգեզուրի միջանցք։ Գլոբալ առումով ինքը Զանգեզուրի միջանցքի, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի դեմ չի, հա, ինչը ինքը հաստատում է, բայց այդ բառակապակցությունը իր վրա ազդում է։ Հիշում եք, որ Փաշինյանն ինչ ասեցին, բայց ոչ մի բան չէր արձագանքում, այդ կապիտուլյանտ էին ասում, բաներ լինում, այսինքն ինչ որ բառերից կախվածություն ինքը ունի, այսինքն պատրաստ է, որ վերջին բառերը իրան ասեն, մենակ կապիտուլյան չասեն։ Հիմա այդ պատրաստ է, որ ամեն ինչ ասվի, արվի Հայաստանի հետ, մենակ չասեն Զանգեզուրի միջանցք, որովհետև ինքը իր իսկ կառուցած ծուղակի մեջ ընկավ, ինքը ամենասկզբից ասում որ դա միջանցք չի, հա, բայց որ ամեն ինչ ստացվեց այնպես որ էությամբ գլոբալ առումով դա միջանցք է, հիմա երբ որ ասում են կողքից Զանգեզուրի միջանցք, պարզ է որ դա փրփրում է, որովհետև նա իր էլեկտորատի աչքի առաջ դառնում է Սուտասան։ Այն ինչ որ այլ էլեկտորատի աչքերում ինքը Սուտասանը իր համար օքեյ է, բայց այն նրանք ովքեր պետք է իրեն ընտրեն, ինքը ուզում է գոնե իրենք իրեն հավատան։ Եվ այս թեման ոնց որ վերջականացնելով տեսեք ինչն է խնդիրը։ Ինքը ստորագրել է որոշակի համաձայնություններ Ադրբեջանի ու ԱՄՆ-ի հետ։ Ինքը դեռևս չի կարողանում վերնագրերը ապահովի պրոհայկական, այսինքն ինքը միջի հիմա չի կարողանում այնպես անի, որ ոչ Ադրբեջանում, ոչ Թուրքիայում, ոչ էլ ԱՄՆ-ում չարտասանվի Զանգեզուրի միջանցք բառակապակցությունը։ Եվ հարց է առաջանում, եթե դու քո ապագա պարտիոների կամ ներկա բանակցողների հետ չես կարողանում Զանգեզուր միջանցք բառակապակցությունը դուրս հանես օգտագործումից այդ երկրներում, դու ոնց ես պարտադրելու Ադրբեջանին կամ Թուրքիային, որպեսզի իրենք իրանց ստորագրածին տեր կանգնեն։ Այսինքն այստեղ էլ է երևում, որ սա ամեն ինչը ֆիքսիա է, հիմնականում էլ եմ ասում խաղաղություն բառի համար է Փաշինյանը ամեն ինչ արել, որ վաճառի ընտրությունների ինստրուկտորներն են։ Թերևս բայց մնանք թեմայի մեջ, պարոն Քոչյան, որովհետև ասացիք ստորագրում է դա էլ կարող է չլինել, այսինքն այդ թղթի կտորի մասին է հիմա խոսքը, որովհետև ԵԽԽՎ-ում ասած Զանգեզուրի միջանցք բառ չկա, բացեք, տեսեք, չկա, չի եղելու, չի էլ լինելու, երևի թե ճիշտ է ասում, հա, թղթի վրա չկա։ Իսկ գետնի վրա ինչ ունենք, բառը չկա, բայց էությունը կա, էլ եմ ասում, եթե դու համաձայնես։ Էլի, բայց դեր ասած բառը խաղի հետևից է անգած, այդ Զանգեզուրի անխոնչդոտ գիտեք ինչ է նշանակում, անխոնչդոտ դա Հայաստան-Պորտուգալիա խաղն էր, հա, եւ Պորտուգալիան անխոչնդոտ ինչքան ուզեց, այդքան էլ խփեց, էլի։ Այսինքն այստեղ էլ անխոչնդոտ դա նշանակում է, որ այդ մարդը այստեղից անցնելու այնտեղ իրեն որևէ մեկը չի կանգնացնելու։ Այսինքն իրենք այդպես էլ այդ հարցին չեն պատասխանում։ Արդյոք այդ ճանապարհի ինչ որ X կետում հայ մաքսավորը կամ հայ ԱԱՑ-ականը կամ հայ սահմանապահ կարող է կանգնացնել մեքենան, ասի մի հատ բացի մենք կասկածներ ունենք։ Չէ՞ որ դա արդեն անխոչնդոտ չի լինի։
լինի եւ ինչքան բառերը որ այդ տարածքը այդ ճանապարհը անցնում է Հայաստանի սուվերեն տարածքով պահպանում է սուվերեն ինչով է պահպանում սուվերենությունը որովհետեւ նույնիսկ չգիտես քո տարածքը ով է գնում գալիս եւ պատասխաններ չունենք այդքան էլ վերջնական մաքսազերծվելու է ոնց է մաքսազերծվելու ինչ է լինելու Փաշինյանը ասում է Միջանսկը, մի ճանապարհը այդ Տրամպի ճանապարհը դա չգիտեմ Նախճեվանից մինչև Բաքու համարյա ինչ որ կտոր է Ադրբեջան ասում է տղա ջան դու ինչ գործ ունես ենթադրենք մեր տարածքների հետ դու քո այս կտորի համար բաները եւ սա է իրոք ոչ մեկը չի ուզում որ Միջանսկ լինի Հայաստանի տարածքում եւ բարերով եւ գործով հա եւ այստեղ ուղղակի Փաշինյանը պետք է կողնորոշվի որ ի վերջ այդ սուտ մատուցելը իր հետ չարկատակ է անել ինքը արդեն իր իսկ կառուցած ծուղակի մեջ ես արդեն բացատրեցի եւ հիմա ինքը տակից չի կարողանում դուրս գա, որովհետեւ բոլոր հնարավոր բաներով կետերով դասացնում է որ դա Միջանսկ է։ Հա, դա նույն տրամաբանության շարունակությունը չի, որ ասում էր պարտվել ենք, բայց մեզ պարտված չենք համարում։ Հա, դա նույն բանը Արցախը Հայաստանը եւ վերջ, այսինքն այստեղ մի հատ հետաքրքիր բան է, իհարկե կարելի է վախենալ Փաշինյանի այս ազգադավ ուրեմն գործունեությունից եւ հայտարարությունից, բայց ավելի շատ պետք է վախենալ, որ ինքը սկսում է ռազմաերնասիրական բաներ խոսալ, Հայաստանի վրա շատ ավելի ծանր նստում, շատ ավելի ցավոտ է լինում, այսինքն ես որ տեսնում եմ իր մոտ ինչ-որ ռազմահայրենասիրություն է արտանում, դա նշանակում է, որ կամ ինչ-որ բան պայմանավորվել է, որ հանձնի տա, կամ դրա ճանապարհին է, եւ այստեղ բոլորս պետք է ուշադիր լինենք։ Ինչ քայլեր ինքը կձեռնարկի, տեսեք, ինքը պետք է ձգի մինչև այդ հունիսի 7 ընտրությունները, մայիսին արդեն հայտարարվեց, որ այստեղ եվրոպական համաժողովական ժողով է լինելու, որին մասնակցելու են նաև իմ կարծիքով Ալիևն ու Էրդողանը, իսկ քանի որ դա 1 ամիս շուտ է ընտրություններին, Փաշինյանը բոլոր ջանքերը թափելու է, ընդ որում փորձելու է նաև համոզել Ալիևին եւ բանին, Էրդողանին, որ այստեղ ինչ որ մի բան ստորագրվի, վերջնական ինչ որ բանով, ու ինքը դրանով արդեն մտնի ընտրություններին, այսինքն սա իզուր չի, որ այդ գագաթու ժողովը այստեղ է լինի։ Հետևանքները, օրինակ ինչքանով է Ռուսաստանին հաճելի, հա, որ ինքը այստեղ ռազմաբազա ունի, ինքը դեռևս համարում է Հայաստանի ռազմավարական գործընկեր ու իր քթի տակ այստեղ ՆԱՏՕ, նո համարյա ՆԱՏՕ-ի գագաթաժողով է լինում, իմ կարծիքով դրա եթե իհարկե ամեն ինչը կայանա եւ տեղ ունենա, դրա արձագանքները երկար չեն սպասելու եւ ցավոք սրտի նույնիսկ եթե Փաշինյանը չզգա իր վրա, Հայաստանի ազգաբնակչությունը դրա հետևանքները կզգա։ Հա, միանշանակ, դե եթե կհիշեք այդ ՆԱՏՕ-ի Ռոզվոդ սեմինարն էլ անցկացվեց Թուրք եւ ադրբեջանցի պատվիրակներ եկան, առանց բոսնեցին։ Տեսեք, Ռուսաստանը որ պահին հասկացավ, որ Հայաստանը այլևս գործնում է, ինքը բոլոր այդ լավությունները, էժան ապրանքները, այդ ամեն ինչը ինքը ուղղակի դադարեցնելու է եւ մեզ սպասելու են դա նույնիսկ խոստովանեց Կարնեգի հիմնադրամի ղեկավարներից մեկը իր հոդվածում ելույթները, որ Հայաստանի սպասելու են ծանր ձմեռներ եւ այլն, այսինքն մենք նորից պետք է անցնենք այդ ճանապարհով, ընդ որում ներկայումս Ռոմանոս Պետրոսյանը ամեն ինչ անում է, որ մենք այդ բաները վերհիշենք, անդադար խոսանքի անջատումներ եւ այլն։ Ռուսաստանի դերակատարման մասին խոսենք, որովհետև Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆո Խարովը գիտեք, որ դե Բաքվի բարձրախոսներից մեկն է, Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցը այսպես գնահատեց, որ կոնկրետ հենց Զանգեզուրի միջանցքի թեմայով իբր Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ իր հռետորաբանությունը Փաշինյանը փոխել է Պուտինի հրահանգով, այսինքն Պուտինը կոնկրետ, Փաշինյանը համարվում է Ռուսաստանի կամակատարը, եղել է եւ այսօր էլ կա։ Ինչ է կարծում։ Գիտեք, այդ կարծիքը գոյություն ունի, բայց այդ կարծիքը սխալ է, տեսեք, վերջերս Փաշինյանը գնաց Մոսկվա եւ բոլորի մոտ տպավորություն ստեղծվեց, որ ընդ որում ասեմ ռուսական կողմի մոտ էլ որոշ մարդկանց մոտ, որ Հայաստանն է կառուցել այստեղ այդ մոդուլը ատոմակայան նոր ատոմակայան ռուսական ծրագրով, հա։ Ոգևորված ինչ որ բաներ տեսակ համոզեցի։ Փաշինյանը հետո գնաց ԱՄՆ, ՄԱԿ-ի ժողովին, հետո եկավ Եվրոպա, հետո եկավ Հայաստան, ինչ ասեց։
ասաց հանկարծ չմտածեք, որ ես գնացել եմ այնտեղ եւ պայմանավորել եմ, որ այդ ռուսական ատոմակայանն են կառուցելու, մենք դիտարկելու ենք 5 երկրի առաջարկների միջև, այսինքն այստեղ էլ ինքը իր ռուս գործընկերներին գցեց, հա, այս ժողովրդական լեզվով ասած, այսինքն ասել այն, որ ինքը անում է ինչ-որ բան Պուտինի հրամանով, միգուցե ինքը տպավորություն է փորձում ստեղծել, որ Պուտինի հրամանով անում, բայց ինքը հա, այո բառը ինքը ասում է միայն Էրդողանին, այսինքն իր ընտրյալը աշխարհաքաղաքական դա Էրդողանն է, հա, եւ եթե ինքը Պուտինին կարող է խաբել, Իրանի նախագահին կարող է խաբել, չգիտեմ, Տրամպին կարող է խաբել, Էրդողանին ինքը երբեք չի խաբի, ոնց որ ասում է հա միայն Էրդողան։ Իր քաղաքական սիրտը ինքը նվիրել է Էրդողանին եւ ինքն է Էրդողանը իր քաղաքական ընտրյալը։ Եվ սա արդեն բացահայտ է։ Փաշինյանի քաղաքականությունը արտաքին, իր անձնական արտաքին քաղաքականությունը շատ նման է նրան, ինչ որ ինքը արել է մինչև 2018 թվականը, բոլորին ասել հա։ Հա եւ տեսնել վերջում ում կարելի է խաբել, ում մոտ կարելի է բացատրվել եւ այլն տակից դուրս գալ, խառնել իրար, яեշը կսատկի, яеշը տեզը կսատկի այդ պրինցիպով իմը ցավոք սրտի նա այդ քաղաքականությունը տարել է արդեն արտաքին աշխարհ եւ շատ դեպքերում բավական զավեշտալի իրավիճակում է գտնվում։ Ռուսաստանը այդ բան է ասում Զանգեզուրի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքով, ինքը ասում է շատ լավ բան է արել, հա տվել է, ապրես։ Հա, կեց է։ Մեր Եվրասիական միության կանոնադրությունը ոնց է պահպանելու, հա, եւ B մեր զորքը այնտեղ կանգնած է, մեր սահմանապահները ուր է ստանում։ Այսինքն իրանք այնտեղ կանգնած են, ինչ հսկում են Իրանի սահմանը եւ հսկում են Թուրքիայի սահմանը, ընդ որում իրանք հսկում են ոչ միայն Հայաստանի սահմանը, իրանք հսկում են ԱՊՀ-ի սահմանը, հա, այսինքն այնտեղ մի փոքր այլ գործառույթ է իր սահմանապահների գտնվելու, հիմք ասում է այդ Քոմիջանսկի ճանապարհի երկայնքով ներկայացին կանգնած են ռուս սահմանապահները, իրանք ուր է ստանում, մենք պայմանագրեր ունենք, դենոնսացիա պետք է արվի կամաձայնեք թե ոչ, էլի, այսինքն տղա ջան, մի հատ դա բացատրի։ Եվ ավելի շատ իմ կարծիքով այս խոսակցությունն է եղել, Վլադիմիր Պուտինը երևի Փաշինյանին ուղղակի բացատրել է, որից հետո եւ ինչ կարող է լինել, որպեսզի նա մի քիչ էլ մտածի։ Ամենայն, այսպես ասենք, համոզվածությամբ ես ձեզ ասում եմ, որ եթե չլինի Ռուսաստանի խանգարող գործոնը եւ ժամանակին Իրանի խանգարող գործոնը մինչեւ Փեզեշկյանը Հայաստանը շատ վաղուց արդեն Իրան ամբողջովին տրամադրել էր Թուրքիային եւ դառնալու էր դե յուրե դերևս հանրապետություն, բայց դե ֆակտո թուրքական վիլայեթի մի մաս։ Ուղղակի Ռուսաստանը դերևս դիմադրում է եւ Ռուսաստանը բոլոր ատյաններով ասում է, որ ինքը Հարավային Կովկասից չի ուզում հեռանալ։ Ռուսաստանը մի մեծ սխալ հաշվարկ արեց, ռուսական, այսպես ասենք, աշտարակներից մի քանիսի, իրենք մտածեցին, որ եթե Ռուսաստանը շատ չդիմադրի Արցախի մասով, հա, եւ դրանով հնարավոր կլինի ամբողջությամբ Ադրբեջանը տանեն դեպի ռուսական կողմը, այսինքն տեղավորել ռուսական գրպանում, բայց այստեղ հաշվարկը բավականին սխալ էր եւ նույն Ռուսաստանում էլ հասկանում են, որ Արցախի այսպես ասենք ժամանակավոր կորուստը դա խփեց ոչ միայն Հայաստանի շահերը, այլ նաև առաջերտին Ռուսաստանի Ադրբեջանի վրա որոշակի լծակ ունենալու հարցում, դրա համար մենք կարող ենք տեսնել, որ մինչև հիմա երրակողմի մասին խոսում է միայն Ռուսաստանից, երրակողմը դա վերջին փաստաթուղթն է եղել, պաշտոնական, որտեղ Արցախը Ադրբեջանի կազմում չէր, եւ Ռուսաստանը շարունակում է այսպես թե այնպես աշխատել արցախցիների հետ, օրինակ բավականին տենց խոշոր ծրագիր են անում արցախցիներին օժանդակություն, սննդային ինչ-որ փաթեթներ են բաժանում, հարցը փաթեթների մեջ չէ, այլ նրա մեջ է, որ Ռուսաստանում արցախցիների հարցը, այսպես ասենք, եւ Արցախի հարցը փակ թեմա չի, տաբու չի եւ իմ կարծիքով իրանք փորձելու են հնարավորության դեպքում ինչ-որ բաներ անել, ավելին ես ասեմ, ես համոզված եմ, որ եթե այս ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատացման եւ էսկալացիայի ժամանակ, եթե Հայաստանում լիներ քիչ թե շատ հայերեն ասել պետականամետ ղեկավար, Արցախի հարցում, Արցախ վերադառնալ եւ Արցախ վերադարձի հարցում մենք կարող է բավականին հաջողություններ ունենայինք։ Քանի որ խոսեցիք Արցախից այդ հարցին անդրադառնանք միանգամից, որովհետեւ էլի բարձր ամբիոնից հնչեցրեց, որ
չի տեսնում իրատեսական արցախցիների վերադարձը, բնականաբար իսպար փակված է համարում Արցախի հարցը, ու դրան զուգահեռ էլի ասեց, որ նախկին 3 նախագահները թոք են եղել Հայաստանի պետության կայացում թույլ չտալու համար, անկեղծ ասած, չէ, դառը իրականություն են բոլոր իր ասածները, իհարկե, ուզում ենք հասկանալ ինչ որ ճշմարտության հատիկ կա արդյոք դրա մեջ թե չէ, բայց մյուս կողմից էլ վերլուծաբաններն էլ են իրենց կարծիքը իհարկե այստեղ հայտնում, որ ակնհայտ է նկատի ունի ոչ միայն ներքին լսարանին, այլև նկատի ունի այն, որ այդ թոկի պարաններից գոնե մեկը եղել է Կրեմլի ձեռքում, մյուսը Արևմուտքի ձեռքում։ Արևմուտքն էլ շղթայաբար գալիս է արդեն Թուրքիա է հասնում բնականաբար։ Այսինքն էլի իր մեղքը այսպես պտտում ես անսառան բերում հասցնում էլ ասում է 3 նախագահներն են մեղավոր։ Նայեք, առաջնա խոսենք 3 նախագահների կոնստրուկցիայից, հա ինքը շատ հաճախ է այդ կոնստրուկցիան օգտագործում, նաև այս վերջերս Հրավիրմիր Բանտախուց այնտեղ ինչ-որ բաներ անել։ Սա Փաշինյանի սիրված կոնստրուկցիան է, որովհետև դա իրեն օգնում է ընտրությունների ժամանակ, երբ որ ինքը միավորում է բոլոր 3 նախագահներին, միավորման ժամանակ միավորվում են այդ նախագահների հակառեյտինգները, հա, այսինքն մեկը Տեր-Պետրոսյանից է դժգոհ, մեկը Քոչարյանից, մեկը Սարգսյանից, եւ որ միավորում ես, ոնց որ այդ 3 խումբը միավորվում են, ասում են, բայ չենք ուզում։ Այս կոնստրուկցիան այս տարվա փետրվարին կոտրեց Ռոբերտ Քոչարյանը, որովհետև ինքը մոտավորապես այն ինչ որ ինքը արեց, ասեց եկեք ամեն մեկս մեր ժամանակաշրջանի տերը լինենք եւ ամեն մեկս մեր սխալների տերը լինենք։ Ես չեմ ուզում պատասխանատու լինեմ Լևոն Տեր-Պետրոսյանի սխալների համար եւ Սերժ Սարգսյանի սխալների համար եւ ձեզ էլ եմ խորհուրդ տալիս։ Իսկ դա ուղղակի դժոխային իրականություն ստեղծեց Փաշինյանն համար, որովհետեւ իր սիրած կոնստրուկցիան նախկիններ, հա, եւ իր սիրած կոնստրուկցիան ռոբոսերժականներ փլուզվում է, հա, եւ յուրաքանչյուր նախագահ ինքը ունի իր պլյուսերը եւ մինուսները, բայց դու երբ որ չես կարող իրար միավորես այդ նախագահներին, դու չես ստանում այդ բավականին մեծ հակառեյտինգը եւ հիմա փաստացի այն ինչ որ անում է Փաշինյանը եւ ԿՊ-ն եւ ցավոք սրտի անդիմության որոշակի մասը ինքը կրկին փորձում է այդ նախկիների կոնստրուկցիան վերամիավորել, հա, շատ լավ իմանալով որ դա միայն վնաս է տալու Հայաստանի անդիմությանը եւ սա այդ հարցով ինչքանով են մեղավոր Հայաստանի նախագահները Արցախի հարցում էլի պետք է տարանջատել, հա, Լևոն Տեր-Պետրոսյանը մի ձևի նախագահություն է արել, հա, ամեն ինչ արել է, որ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում եւ ի վերջո Հայաստանի ռազմական էլիտան եւ Արցախի էլիտան չթողեց որ նա այդ քայլը արի, պարտադրեց հրաժարական, Ռոբերտ Քոչարյանը իր ուրեմն ժամկետի ժամանակ ամեն ինչ արեց Հայաստանի անվտանգությունը ամրապնդելու, Արցախի հարցը առաջ տանելու, ցեղասպանություն ճանաչելու հարցը, այսինքն այն ժամանակ նույնիսկ Հայաստանի ռազմական բալանսը ի օգուտ Հայաստանի համատած Ադրբեջանից Սերժ Սարգսյանի ժամանակ փորձ կատարվեց մի փոքր ավելի, այսպես ասենք, կոմպլեմենտար քաղաքականություն տանել, բայց այն ժամանակ, երբ որ արդեն կոմպլեմենտար քաղաքականությունը չէր ընդունում, մենակ Քոչարյանի կոմպլեմենտար քաղաքականության ժամանակ չկար դեռևս Ղրիմի հարցը, Ուկրաինայի հարցը, եւ այնտեղ չէին պարտադրում, որ դու կողմնորոշվես։ Տեսեք, Սերժ Սարգսյանի երբ պարտադրեցին կողմնորոշվել, արդեն այնտեղ որոշակի խզման process-ներ գնացին եւ Սերժ Սարգսյանը հավատում էր միջազգային, ավելի շատ միջազգային կառույցներին, եվրոպական դեմոկրատիա դա էր ուզում բանանել, բայց ինչպես բոլոր երկրներում նույն դեմոկրատները, որոնք շփտում են իրերեսին, հետո շատ հետևից ացիլում բան կազմակերպեցին, այնինչեն որ եկանք հասանք այս հանգրվանի, դրա համար կրկին ասել, որ այս 3-ն են այս ամեն ինչ արել, չէ, այդպես չի, հա, դա էլ է սխալ, եւ ի վերջո ինչ պետք է հասկանալ, որ հղում անել Արցախի հարցով, բանակցների հարցով 3 նախագահների վրա սխալ է, որովհետև Փաշինյանը ինքը եկավ, ասեց, որ ինքը զրոյական կետից է սկսում, այսինքն երբ որ ինքը ասեց, ես զրոյական կետից եմ սկսում, դա նշանակեց, որ ամբողջ պատասխանատվությունը արդեն իր վրա է, եւ իմ կարծիքով նույնը դիմադիրները շատ հստակ պետք է այդ թեզը ժողովրդին բացատրեք, ոչ մեկ Փաշինյանին չէր ստիպում ասել զրոյական կետից եմ սկսում, սկսել ես ընկեր, տարել ես, տապալել ես, հանձնել ես, կորցրել ես, դե դու դրա պատասխանատու ես, մեր վրա մի գցի։ Իրենց մեղքերը, չգիտեմ, 3 նախագահների ավելի շատ իմ կարծիքով առաջի ու երրորդ նախագահի հիմնական մեղքը այն էր, որ
մեկը աճեցրեց Փաշինյանին, մեկը վերջինը չսահմանակեց Փաշինյանին, իմ կարծիքով նույն ԱԱԾ-ն էլ երևի բավականին հստակ բացատրել դա ինչ կերպար է լինելու եւ ինչ է լինելու, սա է հիմնական մեղքը Փաշինյանի հետ կապված էլի, եւ ընդհանրապես դուք էլ շատ բան ասացիք, որ ճշմարտության ինչ որ հատիկ մանգալ Փաշինյանի մեջ, խոսքերի մեջ իմ կարծիքով բավականին բարձր է, որովհետեւ մարդը այդքան է ստել եւ մարդը այդքան է ուրեմն խճճվել իր իսկ հարասների մեջ, որ հիմա հանգիստ ինքը գիտեք առավոտը կարող է կանգնել ասի մածունը սև է, երեկոյան ասի ոչ կներեք սպիտակ էր, հետո վերջի մասի կարմիրներ, ու ասի կարմիրը, որովհետև բան առաջ նախքին 3 նախագահները նրա մեջ մեղավոր են, էլի, այսինքն շատ պարզ պրիմիտիվ քաղաքականություն է վարում, բայց էլ եմ ասում իր ուշքն ու միրգը հիմա միայն բանն է վերընտրվելն է եւ իր իշխանությունը պահպանելը, որովհետեւ այստեղ խոսքը գնում է իր ֆիզիկական անվտանգության մասին, որը ինքը չի կարողանում ապահովել, որ ոչ ԱՄՆ-ն, ոչ իր սիրած Եվրոպան, ոչ էլ Ռուսաստանը այդ երաշխիքները իրեն չեն տալիս եւ իր միակ երաշխիքը մնում է անդադ վերընտրվելը։ Դրա համար հանուն այդ ամեն ինչի ինքը նման է այն խաղացողին, որը տանուլ է տվել կազինոյում ու անդադ ինչ որ փող է բերում, էլի ինչ որ բան ուզում է տակից դուրս գա, բայց անդադ տանուլ է տալիս, տանուլ տվեց Արցախը, տանուլ տվեց Տավուշի 4 գյուղը, տանուլ տվեց Այցումնիքի ճանապարհը եւ ինչ է տանուլ տալու հետագայում արդեն պարզ չի, բայց էլ եմ ասում այդ խաղը սեփական անվտանգությունը վերընտրվելու եւ դրա խաթր ամեն ինչ խոստանալ, զիջել եւ այլն, ինքը ի վերջո վերել է նրան, որ վերջին կոնի վրա վերջին բանը լինելու Հայաստանը։ Հուսով եմ Սյունիքը դեռ տանուլ չենք տվել, այս պահին ճանապարհը նկատի ունեմ, այսպես կոչված միջանցքը, բայց քանի որ արդեն խոսեցինք անդիմության, գիտեք ոնց է, քրիստոնեության մեջ մեղ գործելը դա միայն գործողությունն է, չի, հա, այսինքն եթե դու արդեն մտածում ես, արդեն դա արդեն մեղք է, իսկ եթե դու արդեն ընդունել ես, որ դա լինել է անխոչունդոտ, այո, դեռևս անխոչունդոտ չեն գնում գալիս, բայց դու համաձայնվել ես դրա վրա, արդեն դու այդ բանը, այսինքն ինքը, երբ որ Ադրբեջանը հասկացավ, որ Փաշինյանը պատրաստ է հանձնել Արցախը, արդեն ամեն ինչ հեշտ էր։ Հա, օրինակ Ռոբերտ Քոչարյանը որ պատմում էր, ասում էր, երբ որ ես հասկացա, որ Ադրբեջանը պատրաստ է թողնել, բաց թողնել Լեռնային Ղարաբաղը, որ նա լինի անկախ եւ միայն ինչ որ բան է ուզում ստանալ դրա փոխարեն, ասես մեզ արդեն բավականին հեշտ եղավ, այսինքն հենց հասկանալ եղավ, որ Արցախը այդքան էլ կարեւոր չէ Ադրբեջանի համար, արդեն տարբերակներ դրա տեղը ինչ փոխհատուցել, ինչ տալ, ինչ ձևի անել, արդեն ավելի հեշտանում է ճանապարհը։ Եվ հիմա Փաշինյանը, որը եկավ իշխանության եւ առաջին իսկ գործողություններից հետո Ադրբեջանը հասկացավ, որ ինքը պատրաստ է տալու, դա արդեն գործիք է սարված էր։ Հիմա նույնն է Սյունիքը, ելեմ ասում, որևէ մեկը չի ուզում, որովհետեւ դա լինելու է, այսպես ասենք, ոչ միայն երրորդ հանրապետության վաղճան, ընդհանրապես հայկական պետականության վաղճանը, բայց մարդը արդեն ու առնվազն համաձայնն է անխոչնդոտի, հա, եւ սա իրոք խնդրեմ է, որովհետեւ ել եմ ասում, ինքը մտել է մի ցիկլի մեջ, հա, որտեղ իրեն պետք է որ լինի խաղաղություն, բայց այդ խաղաղությունը խաղաղություն չի, այդ խաղաղությունը հանձնվականություն է։ Գիտեք ոնց եթե մի օր հարևանը գա ձեր տուն ասի ննջարանը պետք է տասի ինձ, թե չէ կծեծեմ, հա, դու տալիս ես, հետո գնում ես տնեցիկիդ ասում ես, գիտեք օրինակ ինքը մեզ չի ծեծում, որովհետև տեսեք խաղաղությունն է, տեսեք ինքը մեզ չի ծեծում, հետո հարևանը ասում է, չէ, դու բանը խոհանոցն պետք է ինձ տաս, թե չէ կծեծեմ, հա, ինքը ասում է լավ վերցրու, հետո գալիս ու ասում մի տարի քեզ չեմ ծեծելու, գնում է տնեցիկին ասում է, տես խաղաղությունն է մեր մոտ մի տարի մեջ չի ծեծել, այսինքն ինքը մոտարապես նույն բանն է անում։ Ինքը պարծենում է, որ որևէ զինվոր չի սպանվել, շատ լավ է, որ չի սպանվել, բայց ինչի չի սպանվել։ Որովհետև դու Ադրբեջանը ինչ պահանջել է տվել ես, ինչ ցանկացել է արել ես, իհարկե ինչ պետք է սպանի, հա, ինչի Ադրբեջանը պետք է հարձակվի Հայաստանի վրա, երբ որ Հայաստանը հելունազատ ամեն ինչ կատարում է բոլոր պահանջները, չէ՞ որ եթե Ադրբեջանը հիմա զինվոր սպանի, դա ավելի շատ ազդելու է Փաշինյանի ռեյտինգի վրա Հայաստանի ներսում, եւ դա կխանգարի։ Դրա համար Ադրբեջանը ամեն ինչ անելու է, որ ինքը վերընտրվի, այ ինչ կլինի վերընտրման հաջորդ շաբաթը եւ ոնց է պահելու Իրան Ալիևը, ոնց է պահելու Իրան Թուրքիան, ես չեմ ուզում պատկերացնել, որովհետեւ չեմ ուզում պատկերացնել, Փաշինյանը կարող է վերընտրվի Հայաստանում։
Լավ, եկեք այդ իշխանություն ընդդիմություն impeachment։ Ես ուզում եմ ասես միացնենք մի հատ խառը հարց սարքեմ դրանից, որովհետև տեսեք, երբ որ ասում են impeachment-ը ի վերջո պետք է իր գագաթնակետին, կուլմինացիային, չգիտեմ, Ռուբիկոնին ոնց ուզում եք ասեք, հասնի փողոցային շարժման շնորհիվ, այսինքն էլի տպավորությունը որ sense բարդ ու պատասխանատու մի հատ բան դնում ենք էլի ժողովրդի ուսին, ասում ենք ժողովուրդ ջան, արթնացի, այս պայքարը քոնն է, պետքա փողոց դուրս գաս։ Բայց ժողովրդին ընդդիմությունը այսպես է ասում, Փաշինյանը էս արեց, այն արեց, էս տվեց, պահանջները բոլորը կատարում ա, ձեր երեխեքին սպանեց, չգիտեմ, ամեն ինչ հանձնում ա, էլ ինչ եք ուզում, բայց շրջվում ա նայում ասում ա ընդդիմություն, բա դուք ինչ եք առաջարկում։ Ինչ այլընտրանք է առաջարկում ընդդիմությունը, որ կարա հակադրվի այդ Փաշինյանի այդ բոլոր արածներին, որ նայում են ու ասում են, հա, լավ, նույնիսկ եթե դուք նախկին եք, սև եք, վատ բաներ եք արել, նույնիսկ կարող է լինի այնպիսի պարագա, որ ասեն խնդրում ենք հետ եկեք, միավորվեք ու հետ եկեք։ Կարա լինի տենց բան։ Տեսեք, միավորման պահը, եթե միավորվում են ընտրությունների համար, դա պետք չի։ Տվյալ ես ասի միավորման ժամանակ գումարում են հակառեյտինգները։ Այսինքն այստեղ եթե աշխատող մոդելը Գյումրի ընտրությունները, հա, տեսեք, ընդդիմությունը միավորվել էր Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ։ Չհաջողվեց։ Ինչի չհաջողվեց, որովհետև թիրախը մեկն էր, հա, եւ իշխանությունը իր ամբողջ ռեսուրսը ուղարկեց այդ թիրախի վրա, հա, էլ մանիպուլացնում են, սխալ ինֆորմացիա են անում, պարակտում են, ինչ որ մարդկանց են ներդրում, հետո Բագրատ Սրբազանին մցրեցին քաղաքական դաշտ, հա, որտեղ ինքը փորձ չուներ եւ այդ սխալների վրա խաղացին, հա, եւ ավելի հեշտ էր։ Գյումրում ի՞նչն էր խնդիրը, մենք այդ թեմայով խոսել ենք այստեղ, չգիտեին ում խփեն, հա, Վարդան Ղուկասյանն է խփում, Մարտունի դիրքը ուժեղանում, Մարտունն է խփում, չգիտեմ, Մայր Հայաստանն ուժեղանում, Մայր Հայաստանից խփում Ռուբեն Մխիթարյանն ուժեղանում, 2-3 հատ անդիմադիր բլոկեր կային, այսինքն խփեցին, փորձեցին, բայց որևէ արդյունքի չհասան։ Դրա համար այսպես ասենք, իմ պատկերացում, եթե գնում են արտահերթիկ համետը գնում են ընտրությունների, պետք է գնան 2-3 խոշոր անդիմադիր, այսպես ասենք, կալոնաներով, որոնք պետք է հավաքեն փոշեկուլի նման, հավաքեն բոլոր հնարավոր ընդդիմադիր ձայները եւ ներկայից եմ ասում եւ հետագայում շատ ուշադիր եմ լինել այս ամենին։ Բոլոր այն մարդիկ, ովքեր մտնելու են նախընտրական պայքարի մեջ եւ կուսակցությունները 0.5% փոկելու համար, 1% փոկելու համար, 1.5% փոկելու համար, հասկանալով, որ իրանք չեն անցնում, չեն հավաքում այդ 4%-ը, հա, այդ մարդիկ խաղում են Փաշինյանի դաշտում։ Մոլորված են, ամբիցիոզ են, անհասկացող են, ներդրված են, դա արդեն այլ հարց է։ Բայց 2-3, մաքսիմում 4 քաղաքական ուժ ընդդիմադիր իրենք կարող են անցնել պարլամենտ իր վրա ակումուլացնելով ամբողջ, այսպես ասենք, ընդդիմադիր դաշտը։ Փաշինյանը ամենայն հավանականությամբ, քանի որ ինքը կրկնօրինակում է Մոլդովայում ինչ է տեղի ունենում, ինքը թույլ չի տա, որ Արամ Սարգսյան, Արման Բաբաջանյան եւ մնացած մարդիկ անցնեն ազգային ժողով առանց իր հետ միավորվելու, որովհետեւ իրեն պետք է ցույց տալ հստակ այնպիսի տոկոս, հա, 40-ից ավել մեր համանդրությամբ, ու դա պետք է լինի միայն ինքը, որտեղ ինքը պետք է այդ մանդատը իր ասելով ինքը ստանա, հա, բայց եթե ինքը ստանում է 25%, 10% Արամ Սարգսյանն է ստանում, չգիտեմ 5% Բաբաջանյան, իր դիրքերը թուլանում են։ Ինքը միանձնի այլևս չի կարող որևէ բան ասել, հա, ոնց որ օրինակ Տիգրան Ավանյանի դիրքն է բավականին թույլ, որ ստիպված է շատ դեպքերում նույնիսկ դիմանալ օրինակ Մասիվի թաղապետի արածներին, որովհետև հակառակ պարագայում բանը կարող է ջղայնանա, Արամ Սարգսյանը ջղայնանա եւ վարկաներած Տիգրան Ավանյանն այնպես քաղաքապետ չի լինելու։ Այսինքն այստեղ Փաշինյանն պետք է որ ինքը իրանով իր դեմքով այդ 40%-ը հավաքի, իսկ եթե ընդդիմությունը գնա միավորված, էլ եմ ասում, եթե ինքը գնա միավորված նախկիների կոնստրուկցիաների կսկսի աշխատել, հա, եւ
դեմ ասում այդ բանի դեմ շատ հեշտ կնի պայքարել, օրինակ պայքարներից դեպքում ոնց Մոլդովայում, եթե իրանք ալյանս են սարքում կամ բլոկ են սարքում նախընտրական, հա Փաշինյանն ուղղակի չի գրացում կամ կենտրոնակենտրոնական հարցը վերջին օրը հանում է իրենց։ Հա եւ վերջացավ ձեր միասնական պայքարը։ Հնարավոր է այդպիսի տարբերակ Մոլդովայում պարզեց, որ հնարավոր է վերջին օրը կուսակցություններ են փակել։ Հիմա եմ ասում, դիցուկ նախկին նախագահները երեքով միավորում են իրար, միասնական այսպիսի դաշտ բան է լինում, կուսակցության լինում, անունը դնում են նախկիններ կամ ապագաներ, գնում են ընտրության նախորդ օրը Փաշինյանը բան անում։ Կենտրոնական ժողովը ասում է, բան գերանցումից հանում են, քվեարկությանը չեք մասնակցում։ Վերջ։ Հասկանում եք, այդպիսի շանս տալ Փաշինյանին չի կարելի։ Հիմա եթե վերադառնանք իմպիչմենտին, հա, իմ անձնական կարծիքով իմպիչմենտ նախաձեռնության հիմնական իմաստը պայքարել ոչ թե Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ Ռոբերտ Քոչարյանի դեմ, եւ դա արդեն բացահայտ է եւ ուրեմն ազգային ժողովի լսումները դա էլ բառ ապացուցեցին, նույնիսկ երբ որ Իշխան Սաղաթելյանը բերեց ասեց ցայները տալիս են վերջացնեն, այնտեղ ուղղակի մարդիկ եկել են իրենց համար գրված ստատուսներով եւ այլն, եւ այնտեղ շարունակում են Ռոբերտ Քոչարյան փնովել, բոլորս դա տեսանք այս խայտարակ իրավիճակը։ Թեկուզ եթե իմպիչմենտը լինում է, ենթադրենք ինչ որ բլագարոտնի ինչ որ բաներով, նպատակներով, տեսեք գլոբալ առումով իշխանապողությունը ոնց է տեղի ունենում բոլոր երկրներում, դա ֆիզիկայի առաջին, երկրորդ Նյուտոնի օրենքների նման է։ A փողոց է պետք, B պետք է որպեսզի իշխանական էլիտայում ռազմական բիզնես, հա, լինի ճակ։ Եվ պետք է աշխարհակաղակական կոնսենսուսը խախտվի։ Հիմա եթե այս 3-ից մեկը չի կատարվում, մնացածը անիմաստ է։ Հիմա տեսեք, եթե դու փողոց հանեցիր, հա, օրինակ Բելարուսում կամ Վենեսուելայում 100,000-ավոր մարդիկ դուրս եկան փողոց, ոչ մի բան չստացվեց։ Ինչի պատճառով իշխանության մեջ ճակ չկար։ Հա մեր մոտ էլ որ ամենաճակ վիճակը փետրվարն էր կամ 2020 թվականի դեկտեմբեր 21-ի հունվար, երբ որ հիշում եք Լեոնիդ Գասպարյանեն, չգիտեմ Հայաստանի նախագահ պահանջեցին Փաշինյանի ուրեմն հրաժարական, այնտեղ համակարգը ճաքել էր, ու այնտեղ շատ հեշտ էր անել իշխանապողություն, չգիտեմ ինչի ով համոզեց Լեոնիդ Գասպարյանին գնաց համադրական ճանապարհներով, դա էլ մենք մի օր բարձր կիմանանք, բայց ճակը չկա։ Հիմա այսպիսի հարց, եթե կան այդ ԿՊԱ-ականները, իմ հարգարժան որոշակի գոլեգաներ եւ գործիչներ ասում են, որ իրանք կան, բայց մենք չենք ասի, հետո կգան կմիանան, բան։ Իմ մոտ հարցը, եթե դու impeachment անելու համար ունես այդ 20 հոգուն, հա, որ ինչ որ X բան գրպանից հետ հանես, գումարես այդ 36-ին ու անես impeachment, ինչ ես դու այդ 20 հոգուն պահել այսօրվա համար, չես օգտագործել 2023 թվականին իշխանապողություն անելու համար Արցախը փրկելու, 2021 թվականին Արցախը փրկելու համար, 2022 թվականին Արցախը փրկելու համար, եթե այդ կալոդի մասը եղել է քո մոտ, դու սպասել ես ընտրությունների, դու սպասել ես իշխանության հանձնում ընդունմանը, թե ինչին ես սպասել, այսինքն այդ կողմից է դա էլ է մի փոքր անբարոյական, այսինքն ներքաղաքական խաղերի ինտրիգների համար դու այդ վերջին հաղթաթուղթը պահել ես հենց այդ բանի համար, բա ափսոս չէր Արցախը, բա ափսոս չէին Տավուշային 4 գյուղը, բա ափսոս չէին ընդհանրապես դրանից է ջերմուկի զոհերը եւ այլն, դա էլ է ինձ համար անհասկանալի։ Ամենայն անկեղծամ ասեմ, ես մեծ կողմնակից եմ, որսի Նիկոլ Փաշինյանը շուտ հեռանա, ես բոլոր շարժումներին մասնակցել եմ եւ որպես մասնակից, որոշ դեպքերում նաեւ կազմակերպչական ինչ որ բանով եւ չգիտեմ այս 5-7 տարին ինչ դժոխային է բոլորիս համար, բոլորս փորձում ենք ինչ որ բան անել, բայց երբ որ դու տեսնում ես, որ նպատակները այդքան էլ ազնիվ չեն, ինչքանով իրանք ցուցադրվում են եւ հասկանում ես իրական նպատակը եւ իրական թիրախը որն է եւ այլն, դա իմ կարծիքով նաեւ որոշ մարդկանց մոտ հիասթափություն է առաջացնում։ Ամեն դեպքում էլ եմ ասում, Նիկոլ Փաշինյանը հարցը Նիկոլ Փաշինյանի փոխելու մեջ չի, հարցը նիկոլականության փոխելու եւ նիկոլականությունը որպես երևույթ պատմության աղբանոց, հա չեմ սիրում այդ տամպագոր բառը, բայց ուղղակին է։ Եթե մենք Նիկոլին փոխում ենք ուրիշ Նիկոլով, փոքր Նիկոլով, Նիկոլա նմանով եւ այլն, որևէ բան չի փոխվելու։ Այսինքն այստեղ ոչ միայն իշխանապողության հարց է, այստեղ քաղաքականության, գաղափարախոսության կտրուկ փոփոխություն պետք է լինի։ Էլ եմ ասում, եթե հնարավոր լինի Նիկոլ Փաշինյանին հանել, պատժել եւ նիկոլականությունը ընդհանրապես արգելել Հայաստանում, երկու ձեռքով կողմ եմ։ Եթե դա արվում է զուտ ինչ որ
կոնկուրենտ բաներով, նկատառումներով եւ ինչ որ մեկին թուլացնել կամ մեկի ֆոնի վրա ինչ որ ուժեղ երևալ, դա իմ կարծիքով այսպես ասեմ, եթե դա լիներ խաղաղ տարիներին, հա դա կլիներ գեղեցիկ քաղաքականություն, իր ինտրիգներով, իր ամեն ինչով, բայց այստեղ որ Հայաստանի, այսպես ասենք, վերջին շունչն է շնչում, այստեղ քաղաքական ինտրիգներով զբաղվել իմ կարծիքով եւ վտանգավոր է եւ ազնիվ չի, ամենայն հարգանքով այն մարդկանց, ովքեր այս ամեն ինչի մեջ կան, ես եմ ասում, մեծամասնությունը իմ կարծիքով ազնիվ նպատակներով է այդ ամեն ինչը շարժվում, բոլորս ենք ուզում, որ Նիկոլ Փաշինյանը գնա, բայց այդ գնալու ճանապարհը ինքը պետք է այնպեսին լինի, որ հետ գալու վերադառնալու ճանապարհը այլևս երբեք չլինի։ Իրականում հասկանում եմ ընդհանուր պարման պատկերը հասկանալի է առհասարակ, բայց կուզեի գոնե հակիր sense ամփոփենք, եթե ընդդիմությունն ասում է Փաշինյանը խաղաղություն չի բերում, բայց ինքը չի ասում, բա ինքը ինչպես է այդ խաղաղությունը բերելու, այսինքն այդ այլ ընտրանքը որն է, որ ընդդիմությունը գա եւ բերի այդ խաղաղությունը, կամ ինչպես է բերելու այդ խաղաղությունը։ Ընդդիմությունը միջազգայից ասում է եւ ընդդիմությունն ու իր ճանապարհային քարտեզը, ընդդիմությունները, այսպես ասենք, հա, որովհետեւ ընդդիմությունները, հա, չմիավորված առանձին միավորները։ Գիտեք, անհնար է, այսպես ասեմ, որ մեր մոտ կա արևմտյան ընդդիմություն, պրոարևմտյան, մեր մոտ կա ոչ պրոարևմտյան ընդդիմություն։ Ես 2-3 տարի այդ ամեն ինչը ասում եմ, որոշ տեղեր արդեն չեն կանչում, որտեղ ասում են պրոարևմտյան ընդդիմությունը ինքը նիկոլական է գլոբալ առումով, որովհետև ինքը անելու է նույնը, ինչ անում է Նիկոլը, բայց ուղղակի իր մոտ ինչի չի հաջող, որովհետև Նիկոլը անում է շատ ավելի լավ եւ ավելի, այսպես ասենք, բարոյական որոշակի նորմերից դուրս, հա, եւ ամերիկացիները եւ եվրոպացիները որ համեմատում են ում բանան, ասում են Փաշինյանը ավելի էժան է մեր վրա նստում, քան էս պրոարևմտյան ընդդիմությունը, բայց պրոարևմտյան ընդդիմությունը ներկայացին Հայաստանում ինքը գլոբալ առումով Նիկոլ Փաշինյանի սիտուատիվ դաշնակիցն է։ Ինչ պետք է արվի, բազմաթիվ անգամներ ասվել է, ուրեմն պետք է վերականգնվի հարաբերությունները դաշնակիցների հետ, այսինքն բերվի այն դաշտ, որպեսզի քեզ վստահեն։ B բանակի վերականգնման, ուրեմն ճանապարհները պետք է սկսեն որոշակի գործողություններ, որովհետև բանակը ներկայային շատ այնքան էլ լավ իրավիճակի մեջ է։ Դուք ընդդիմության ճանապարհային քարտեզ եք։ Ես ընդդիմության ճանապարհային քարտեզ եմ։ Ես նակ ասեմ, թե ես լինեի, ես ինչ կանեի, հա, եւ այդ սկսել ռազմազորավարժանքներ։ Սյունիքում Իրանի հետ, Հայաստանի տարածքում ՀԱՊԿ-ի հետ, հետո Ռուսաստանի հետ, անդադ Հայաստանի տարածքում պետք է լինի զորավարժություններ եւ այնուհետեւ պետք է այնպես ճիշտ խոսել գործընկերների հետ եւ ռուսների եւ ամերիկացիների եւ եվրոպացիների եւ այլն, որպեսզի մեզ ընդունեն որպես ոչ թե ամեն ինչը հլու հանազանդ կատարող, հա, արմես ընդունեն ու ներկայային համեմատած այդ կենտրոններից որպես փոքր եղբայր, որին պետք չի ճնշել, որին պետք է օգնել, ոտքի կանգնել եւ այլն, էլի։ Եվ իմ կարծիքով որոշակի բաներ կստացվի։ Բայց այն ինչ որ անում են, առնվազն անել այն ինչ որ չանել այն ինչ որ անում է Փաշինյանը եւ անել այն ինչը չի անում Փաշինյանը, իմ կարծիքով դա հեշտ կստացվի։ Հետո պետք է շատ ուշադիր եւ զգույշ լինել եւ այստեղ ընդդիմությունը եւս ընդդիմությունները աշխատանքի տեղ ունեն, նաեւ պետք է աշխատել նույն Արևմուտքի հետ, նույն Ռուսաստանի հետ, նույն Եվրոպայի հետ, որպեսզի հնարավորության դեպքում, եթե Հայաստանում իրավիճակը փոխվի եւ բաղձալի իշխանափոխությունը լինի, Ադրբեջանն եւ Թուրքիան չօգտվեն այդ պահից, հա, այսինքն իրենց պետք է արգելվի իրենց չուզած տարբերակի պարագայում որևէ գործողություն անել այստեղ, հա, եւ դա խոշոր քաղաքական կենտրոնները պետք է դա ապահովեն եւ նույն իմպիչմենտի, նույն արտահերթի խնդիրը մի փոքր վտանգը հենց նրանում է կայանում, որ եթե ընտրությունները իրենց ժամկետին են լինելու, այսինքն հերթական, աշխարհական մեծ կենտրոնների համար դա ընդունելի խաղի կանոններ են, որ տեսնենք այդ ժամանակ ինչ է լինելու։ Եթե մի փոքր ավելի շուտ է լինում, դա նշանակում է այն մատնանշած աշխարհական կոնսենսուսի փոփոխություն է տեղի ունեցել եւ մի աշխարհական կենտրոնը փորձում է իրավիճակ փոխել այստեղ, ինչը կարող է այլ աշխարհական կենտրոնների առաջնադիմադրությունը առաջ հասնել, երկրորդ իրան կարող են
կարող են որոշակի բաներ անել, որպեսզի պատժեն այս մի աշխարհակական կենտրոնին։ Իսկ Հայաստանը ներկայացնում այնպիսի վիճակում չի, հա, որ միշտ իմ սիրած օրինակն եմ բերում, որ հաճելի է տեսնել, երբ փիղը եւ գետազին կռիվ են անում, հա, բայց երբ որ իրանք դա չեն անում, կոմիսիոնականս բնակարանում է, այսինքն մենք մեր միսիոնականս բնակարան բերել ենք բոլոր խոշոր կենտրոնիներին եւ ասել եք եկեք կռվեք, հա, եւ սա շատ ճիշտ պետք է հաշվարկի եւ մենք տեսնում ենք ոնց նեղբային միշտ Էրդողանը եւ Ալիևը գալիս հասնում են Փաշինյանին, այսինքն այդ մի հաշվարկն պետք է լինի, բայց իշխանափոխություն անելու ժամանակ, ընտրություններից հետո ընտրություններում հաղթելու ժամանակ, երբ որ հավաքական անդիմությունից համոզված եմ, նույնիսկ Մոլդովայի օրինակը դա ցույց տվեց, որ հավաքական անդիմությունը կարող է հավաքել ավելի շատ ձայն, քան ներկայիս վարչակարգը, այստեղ պետք է լինել միասնական, այստեղ պետք է շատ արագ անցնել գործողությունների եւ չթողնել, որպեսզի կատարվի այն ինչ որ տեղի ունեցավ Երևանի ընտրության, երբ որ անդիմությունը հավաքական հաղթեց, բայց այդ տատանվել իրար չհասկանալը բերեց նրան, որ իշխանությունը գողացավ 2-3 ընդդիմադիր մանդատ եւ վերարտադրվեց եւ փառք Աստծո, որ Գյումրիում դա տեղի ունեցավ, ի վերջո Մարտին Գրիգորյանը համաձայնվեց եւ Վարդան Ղուկասյան ներկայում բային այսպես ասենք ԿՊ-ն իշխանության չի, հա, եւ դա է շնորհիվ նրան, որ ամեն դեպքում եղավ նաեւ որոշակի հանրային ճնշում Մարտին Գրիգորյանի վրա, որ այդ հապաղելի այդ երկար պաուզա բռնելու ժամանակը կրճատվի։ Ինչ եմ ես համատում Մոլդովայի հետ, Մոլդովայում չնայած որ իշխանությանը նկարեցին 50.2% գլոբալ, բայց այդ հաղթանակը իշնորհիվ դուրսը քվեարկած մոլդովացիների հաշվներ, որտեղ սարսափելի կեղծիք էր տեղի ունեցել, պատկերացրեք, որ դուրսը գտնվում է, թե չեմ սխալվում, մի քանի 100,000 մոլդովացիներ, որոնց մեծ մասը նաև Ռուսաստանում է, եւ բացվել էր 300 ընտրատեղամաս բոլոր մոլդովացիների համար, որ միայն 2-ը Ռուսաստանի համար, այսինքն Ռուսաստանում ապրում է մոտ 200,000 մոլդովայի քաղաքացի, իրենց չթողեցին։ Հայաստանում փառք Աստծո դա չի լինելու եւ Հայաստանում ընտրությունների հարցը լուծվելու է Հայաստանի ներսում, հա, եւ էլ եմ ասում, այստեղ իշխանությունները այդ բանը չունեն։ Ուղղակի նաեւ պետք է հետեւել եւ կրկին դա անդիմության այստեղ ասենք, օրինակ նախընտրական որոշակի հարցերում կազմակերպչական էլի ընդդիմադիր միասնականությունը պետք է լինելու ու առնվազն ընտրատեղամասերում դիտորդներ, հանձնաժողովի անդամներ եւ այլն բոլորը պետք է ուշով հետևեն, որպեսզի ընտրակեղծիքներ չլինեն։ Եվ ցայրն եմ ուզում նախորդ ասեմ, որ եթե չի ստացվում impeachment-ի փուլը, Աստված չտա կամ չգիտեմ էլի պահանջել ընդդիմությունից մանդատներ դնել, դա կլինի Նիկոլ Փաշինյանի, այսպես ասենք, ջրաղացին ջուր դսնել, որովհետև մենք մտնելու ենք այն փուլի մեջ, որտեղ արդեն ուզած լինելու են հերթական ընտրություններ, իսկ մանդատներ հանձնելը ընդդիմությանը պարտադրելը նշանակում է, որ ընդդիմությունը պետք է հրաժարվի իր տեղերից հանձնաժողովերում եւ իր վերահսկման մեխանիզմներից, այսինքն այստեղ ես որոշ տակարուն ընդդիմադիրներին, հա, խորհուրդ եմ տալիս այդ սխալները չկրկնել, հա, ելի եմ ասում, շատերս ուզում ենք, բոլորս ուզում ենք, եթե վաղը մենք իմանանք Նիկոլ Փաշինյանն այլևս իշխանության չի, չգիտեմ, տոնակատարություններ լինելու, շատերի ստանա տոնախմբություն եւ այլն, բոլորս դա ենք ուզում էլի, բայց այդ նպատակին հասնելու համար պետք է բավականին ուշադիր լինել եւ ազնիվ լինել։ Ռուսական շատ լավ արտահայտություն կա, ասում է когда выливаешь воду, следи, чтоб вместе с водой не выбросить младенца из ванночки, հա։ Հիմա նույնն մենք պետք է բան անենք, որ այդ ճանապարհին մենք դուրս չշփրտենք Հայաստանի Հանրապետության վերջնական փակին այս հարցը։ Շնորհակալ եմ զրույցի փոխանցմամբ։ Սիրելի հետևորդներ, եղեք ակտիվ մեր Facebook-ում, YouTube-ում, նաև Patreon-ում, անցնող շաբաթվա անցուդարձին առաջինը եւ մշտապես տեղյակ լինելու համար։ Կհանդիպենք։